Ջրացատկի ֆեդերացիայի նախագահ եւ բայց քանի որ կազմակերպել է հիմնադրամը, սպորտի զարգացման հիմնադրամի նախագահ։ Կպատմեք այսօրի ճանաչով եք հավաքվել, ինչ հարցեր են քննարկվելու եւ ամենակարևոր հիմնահարցը, որը որ այսօր պետք է մարզաշխարհում մի շարք հարցեր է առաջանում, հա, ֆիզիկական կուլտուրայի սպորտի զարգացման, դաթեն նախադպրոցական հիմնարկներից մինչև օրենքի մեջ փոփոխություններ իրականացնելու, հա, հարկային արտոնություններ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ բոլոր հիմնահարցերը մի շարք հարցեր կան, որոնք եւ մենք առաջարկեցինք բոլոր ֆեդերացիաներին եւ մարզաշխարհին հավաքվենք եւ քննարկենք այդ հարցերը, որից հետո հիմնադրամը կներկայացնի պատգամ մարմիններին, որպեսզի նաեւ ապահովի ընթացքը եւ մենք հետևենք, որպեսզի այդ ընթացքը շարունակական իրականանա։ Իսկ հիմնականում ֆեդերացիաների նախագահները ինչ խնդիրներից են բողոքում, ինչ խնդիրներ են վերհանում, նաև մշտապես Փարչիկ Ալավերդյան ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր բարձրացնում եւ ի վերջո նա ազատվեց ֆեդերացիայից։ Դե գիտեք, ֆինանսական խնդիրները այլ թեմա է, ես չեմ ուզում անդրադառնալ ֆինանսական թեմաներին, բայց միջև ֆինանսական թեմաներ կան մի շարք այլ խնդիրներ, որոնք եւս կարևորագույն են եւ ֆեդերացիաները այո բարձրաձայնում են եւ այսօր նա եւս բարձրաձայնելու են, որ ընդհանուր մի հատ հասկանանք դաշտը ինչա կատարում նույն ֆեդերացիայի աշխատանքների մեջ մարզական ֆեդերացիան։ Պարոն Ղազարյան, չեք նկատում, որ արդեն ժամանակն է, որ սպորտը ոչ միայն դիտարկվի միայն բիզնես, այլ նաև հենց դիտարկվի սպորտ։ Այս առումով պետությունը ինչ քայլեր պետք է անի։ Ես չգիտեմ դուք ինչի նկատի ունեք, եթե սպորտը նայում եք որպես մարզակումբներ, մարզասարքերի, դա լրիվ ուրիշ ուղղվածություն է, բայց սպորտը լրիվ այստեղ բիզնեսի խնդիր չի, այստեղ ֆիզիկական կուլտուրայի զարգացման եւ դեպի սպորտ։ Մենք չենք ունենա, եթե չունենանք ֆիզիկական կուլտուրա, մանկուց, հա, երեխաներին դաստիարակելու, մարմնավորելու ֆիզիկական կուլտուրայի սերը դեպի երեխան, մենք սպորտ չենք ունենա։ Դրա համար մենք սկզբից պետք է սկսենք, ներքևից պետք է սկսենք, որ վաղեմիսօր սպորտ ունենանք։ Եվս նաև մի շարք հարցեր բարձրաձայնվելու է այդ ուղղվածություններ կա այսօր։ Այդ խնդիրներն այլ դպրոցներում են։ Միանշանակ իհարկե։ Նայեք, ընդհանուր դաշտ պետք է լինի, թե մարզադպրոցները, թե հանրակրթական դպրոցները, թե նախադպրոցական հիմնարկները, հա, Հայաստանի Հանրապետության պետք է գործեն մի դաշտում։ Այսինքն նույն էլեմենտար բան ասեմ, նախադպրոցական հիմնարկներում, նու Հայաստանի Հանրապետությունում գործող 1095 մանկապարտեզներից 364 միայն հրահանգիչ կա ֆիզկուլտուրայի։ Դա 33%-ն խայտառակություն է, ժողովուրդ, այսինքն դա նշանակում է, որ նախադպրոցական հիմնարկներում ֆիզկուլտուրա չի արվում։ Այսինքն դպրոցների Չի իրականացվում։ դասընթացների ձևաչափն է պետք է։ Գիտեք, պետք է խստացվի, պետք է այո, նաև ծրագրերը վերանայվի, իհարկե։ Մենք ժամանակին պապ համալիր ենք ունեցել ԳՏՕ։ Նաև այսօր եւս մի թեմա կա, որ առաջարկությունը, որ ժամանակին մենք սկսեցին գործընթացը նման, հա, գաղափար որպես, ու տեսնենք այսօր էլ Նաև հայկական ֆուտբոլն է նկատելի, որ շատ խոցելի վիճակում է այս առումով ինչ քայլեր պետք է արվեն։ Գիտեք, ամբողջ աշխարհում ֆուտբոլը որպես միավոր, առանձին միավոր, ամբողջ աշխարհում, դա միայն Հայաստանում չի։ Մենք պատրաստական ենք նաև համագործակցել ֆուտբոլ ֆեդերացիայի հետ։ Մենք էլ կասենք հայկական սպորտն այս պահի դրությամբ ինչ դիրքերում է աշխարհում առհասարակ եւ ինչ քայլեր են ձեռնարկվում այդ դիրքերը ամրապնդելու եւ առավելություն ստանալու։ Գիտեք, այսօր եթե մենք ունենք մեդալներ Եվրոպայի աշխարհի առաջնությունից, կոչող միջազգային մրցաշարերից, դա նշանակում է դա այն հին աշխատանքն է, դա միանգամից չեղավ այդ աշխատանքը, չէ՞։ Մեդալները միանգամից չեկան։ Այսինքն դա այն աշխատանքն է, որը որ նախկինում եղել է, շարունակական գնում է։ Դրա համար ամեն ինչ մենք ուզում ենք անենք այն, որ վաղմիսօր էլի մեդալ ունենանք։ Իսկ որպեսզի մեդալ ունենանք, պետք է լինի ղեկավար ճիշտ ուղղվածություն, ղեկավարություն։ Չեմ կարծում, որ մի հատ վարչությունով կրթության, մշակույթի ու սպորտի նախարարության պետք է սպորտ կառավարվի։ Պետք է առանձին միավոր լինի։ Մեկ էլ խնդրում եմ նշեք, եթե կարելի է Հայաստանում որ սպորտաձևերն են ավելի շատ տարածված եւ
որոնցում են հայերը հաջողած։ Ես ձեզ ասեմ, մենք գիտենք, որ հենակետային մարզաձևեր ունենք, ըմբշամարտնա, ծանրամարտնա, բոքսնա, մարմնամարզությունն, բնցքամարտնա, մարմնամարզությունն եւ հա ունենք մենք հենակետային, բայց մենք չպետք է մոռանանք, որ մենք ունեցել ենք նաեւ խորհրդային միության ժամանակ մեր հայկական, հա, մարզաձևերը, որոնք մենք պետք է պարտավորենք վերակենդանացնելու ու պահելու։ Այդ գործընթացը մենք սկսեցինք տարիներ առաջ, չգիտեմ ինչի կանգնեց այդ աշխատանքը։ Առանցին միավոր ասելով նկատի ունեք սպորտի նախարարությունը։ Թող նախարարություն չլինի, թող ոչ թե սպորտի նախարարություն լինի, թող լինի կոմիտե, առընթեր, չգիտեմ։ Անուն ինչ ուզում լինի, բայց պետք է ինքը առանձին աշխատի, առանձին միավոր պետք է լինի։ Այսինքն ԿԳՄՍ-ն արդյունավետ չէ։ Միանշանակ ոչ։